Շատ սիրելիներ, կբարևեմ ցեզի, ուրախ եմ, որ այսօր դարձյալ ծառայության մեջ եմ եւ ուրախ եմ, որ այսօր երկար բացակայություններ եւ դարձյալ կսկսենք հարցազրույցի հայտակիրներուն եւ այսօր իմ հետս է Տորոնտոյեն Վերժինե Շիշմանյան։ Վերժինե Շիշմանյան բոլոր անոնք, որոնք գճանչնան, գվայլեն իրեն երկերը, իր մեկնաբանությունները, երկերուն երաժշտությունները եւ ինք հոգեվոր երկերու հեղինակ է եւ Գաբրի Տորոնտոյի մեջ եւ ամուսնացած է Վահան Կասաբյանին, ունի մեկ զավակ Դավիթ Գրիգորյան։ Բարի եկած ես Վերժինե։ Շնորհակալություն Կարնեքույր։ Բերժինե Շիշմանյանը ճանաչած եմ տարիներ առաջ, երբ որ Թամար Ալբարյանի գոմե երկված երգը լսեցի, Թփչիր շատ գեղեցիկ երգ մնե, եւ երկու տարի առաջ Թորոնտոյի մեջ ծառայության ընթացքին ջանցած ինքը եւ 10 վայրկյանվա մեջ Բերժինեն այնքան գեղեցիկ կերպով վկայություններ պատմեց, հավատքի վկայություններ, որսի անպայման երբ որ ժամանակը կա դեր առաջնորդ է, բանա պիտի անպայման իրեն հրավիրեմ, որովհետեւ իր խոսքերը քաչալերական զորության ցանկի փորձառությունները Սուրբ ոգին է հավատքի ցանկի քեզի այսօր քաչալերությունը լա եւ վերականգնումը լա եւ հետաքրքրական է Վերժինե երբ որ անցած շաբաթ դեսած էի էջիտ վրա որ դրած ես հոգեվոր երկերու քեզի համար որ եղած են քեզի հետ քեզ համար Հիսուսի երկերը որ Հայաստանի մեջ քեզի դոնած են 25-ամյակդ Փարքաստը ձանորամար, որովհետև այդ ելույթին դեսա դարբեր երկիչներ եւ քու երկերդ եւ որ լսեցի շատ զարմացա, որովհետև դարիները որ գլսեմ հոգեվոր երկերը, բայց չէի գիտեր որ անոր հեղինակը մեկնաբանը տունես եւ այսօր ուրախ եմ եւ բադիվ ունիմ քեզ ընդունելու։ Բիդի հարցնեի նախքան հարցումները սկսելս ինչպես սկսած է քուկին հոգեվոր կյանքդ, ինչպես Հիսուսին հետ անցնաբեж ջանցած ես եւ սկսած ես քալել։ Շնորհակալություն Կարնեքույր։ Ուրեմն նախ եւ առաջ ողջունում եմ բոլորին, ովքեր կլսեն այս տեսանյութը, կդիտեն եւ կուզեմ ասել, որ ինչպես Կարնեն ներկայացել, որ ես Վերժինե Շիշմանյանն եմ, բայց մինչև Վերժինե Շիշմանյան ճանաչելը ես պարզապես Վերժինե նորից մեկն էի, որ ապրում է ինձ համար։ Աստծո խոսքը փուն լսել եմ 90-ականներին, 80 ավելի 88, 89 թվականներին, բայց ավելի երիտասարդ եւ շատ լուրջ չեմ մոտեցած այդ հարցին։ Ես կխորեի, որ մարդը հավատք ունի, այսինքն կերտային եկեղեցի, մոմկվարենք աստչափ էր իմ հավատքին գիտակցությունը, քանի որ աստվածաշունչ չեմ ունեցել, մայրս սովորեցրել է ինձ հայր մեր աղոթքը, կոնե աստչափը գիտե միայն, բայց որ ասեմ, որ ես Տիրոջը կճանչնայի, ոչ, սակայն 1989-ին առաջին անգամ, երբ որ բարեկամներուս մեկին տունահյուրերը եկած էին, նոր են բարեկամներ, ովքեր հավատացյալներ էին, այն ժամանակ մեզի համար այդ հավատացյալ խոսքը տարբեր ձևով կհնչեր, սկսեցին խոսել Աստծո խոսքեն եւ սկսեցին երգել մեկ երգ, որ խոսքը շատ չըմբռնեցի, բայց երգը իմ սրտին տպավ, որը բանը քիչ մարև թողներ սկայ երգներ։ Եվ շատ ցանկ ինձի այդ երկին երաժշտություն ավելի մեղեցին ինձի տպավ եւ այդչափ տարիները նորեն երբ որ ավելի անցան նորեն առիթը եղավ որ նորեն ասու խոսքը տարբեր կերպով լսելու քանի որ մանկապարտեզում կաշխատեի եւ հոն կաշխատել հավատացյալ քույրը որ երբեք չեր խոսեր այսինքն բաց ծևով չեր խոսեր Աստծո մասին, բայց իրեն աչքերին կսկայի Աստծո, հիմա հետո կհասկացա, որ անիկա Աստծո ջերմությունը, սերը եւ լույսը։ Այդ երեք բանը այդ քույրեն կստանայի։ Եվ երբ որ ինքը կասեր Աստված քեզ կսերի, կսեր, գիտեմ, քու Աստվածը քեզ հետ, իմ Աստվածը, այսինքն իմ հասկացողությամբ, այն ժամանակ կոմունիստական այդ բաների մեջը, ավելի ամեն մարդ կարծես ինքը իրեն Աստված ստեղծված ներսի։ Բայց փառք Աստծո 1994 թիվը ծմեր էր Դավիթի
տարեթարցը փետրվարին է եւ ես որոշեցի որ տղայից մեկ հատ նվեր անեմ բայց այն ատեն 5 տարեկան էր եւ կխորեի ինչ պետք է առնեմ որ իրեն ուրախացնեմ չգիտես ինչու ես մեկ post office կար, որտեղ ես գնացի եւ վերցրել եմ մանկական աստվածաշունչ, չհասկանալով ինչու կառնեմ այդ գիրքը։ Ասի, օ, քունավոր էր, ասենք մանուշակագույն կազմով մանուկների համար աստվածաշունչ է եւ մինչեւ այդ գիրքը կա, այդ գիրքը բերեցի տուն, մինչեւ տղաս դեռ կարդալ չգիտեր, ես սկսեցի կարդալ այդ պատմությունները։ Կկարդայի, բայց չի հասկանալ։ Կսեի, օ, ինչ աղոտ պատմություններ են, ասենք պատմություն, like պատմությունի նման բան կարդայի, բայց այդ ժամանակի 3 ամիս վերջը մայիսի 11, որը եղավ իմ վերստին ծննդյան օրը, քիչերը պարկած էի, քնած ժամանակս երաս չեմ կարող ասել տեսիլք, բայց ձայն, հստակ ձայն կլսեի, կսեր կուզես փրկվիլ, այս հարցումը եկավ ինձ եւ քունիս մեջ ես կզգայի որ ինչ եմ փրկվեմ, կզգայի որ միտքս արթուն է եւ կուզեի որ ինչ ըրացեմ որ պիտի փրկվեմ եւ նույն ցանը նորեն երկրորդ անգամ հարցումը եղավ կուզես փրկվիլ նորեն բանը չի կնա պատասխան տալ, բայց երբ որ երրորդ անգամ հարցումը եկավ, ցայնին մեջ կար խիստ, ասենք, բան եւ շեշտադրում, բայց եւ սпасող եւ ասենք սիրով, բայց խստությունով, այդ ցայնի մեջ այդ կզգայի։ Եվ ասավ կուզես փրկվիլ։ Ես ցայնը շատ տկար ելավ, ասի կուզեմ։ Ասանք շշուկով կարծես դուրս ելավ։ Երկույր ասկեց առաջ երբեք փորձառություն ունեցած է իր դերոջ ցանը լսելու։ Ոչ, չէ, կարծել որ դա տերն է, բայց վերջը հասկացա որ տերն է։ Այո, Սամվելի նման։ Եվ ասա որ եթե կուզես քնա, ապաշխարիր, կարդա եւ աղոթիր։ Երբ որ ես արթնացա, ասի օքեյ, աղոթելը կարելի է հայր մերն է, որ պիտի սեմ անդադար, չգիտեի աղոթքին փուն աղոթքը։ Կարդալ ինչ կարդամ, աստվածաշունչ չունեի, փուն աստվածաշունչ չունեի։ Այդ պստիկի մանկական աստվածաշունչը նոր էի վերցրել, բայց չէի խորում որ նույն քիրքն է, այսինքն անտեղ պստիկների մասին է գրված եւ որ ապաշխարել ինչու համար պիտի ապաշխարեմ, ինչը մռած որ ինչին ապաշխարեմ։ Բայց այս երազը դարձավ պատճառ, երբ որ ես աշխատանքի գնացի մանկապարտեզ, այդ քույրը որը հոն կաշխատեր եւ ինքն էր պատճառ եղել եւ որ տեսել էի, իրեն մոտեցա եւ այս երազը իրեն պատմեցի։ Եվ այս քույրը ինձ շատ ցանկ ժպիտով ուրախությունով ասավ Աստված քեզ կկանչե։ Սկսեմ որ կկանչե, ուր պիտի կանչե, ասավ Տերը քեզի համար լավ ծրագիր ունի, ես եկասեմ օ երևի թրամ պիտի տա, բան պիտի անի այդ նեղություններից մեջ եմ պիտի ելամ, ասանք, չէ որ մարդկային մարդիրին էությունով նյութին մասին շատ կխորե, այսինքն նյութական բաները։ Եվ մեկ շաբաթ չեր անցած ես ինքս մոտեցա այդ քրոջ եւսի որ ես կուզեմ որտեղ որ դու կերտած կուզեմ հոն քալ, բայց երբեք ինձ չստիպեք որ հոն պիտի կենամ։ Այսինքն կամ տեսնեմ ուր պայմանով չլանի ասանք բանը։ Եվ Դավիթիս թողնելով մամայիս մոտը, որ մայրս նայ է, քանի որ ուշ ժամի կհավաքվեին երեկոյան, եւ այսպես գնացի այդտեղը, մարդիկ հավաքված էին տուներուն մեջ կհավաքվեին այն ժամանակ, ասանք բան չէր, հայտնի ցևով ազատորեն չէր ամեն բանը, մարդիկ կխոսեին Աստծո մասին, Սաղմոսներից մեկ եղբայր ասա որ մարդուն կյանքը 70-80 տարի է
եւ մարդը կասե կեր խմի քեֆարավաղը մեռնել կա, այդ համարը շատ տպավի մսակտին կսեմ, օ, այսինքն բան ինչ կա ադոր մեջը, բայց կսեմ, որ կյանքը դրա մեջ չի, կյանքը դրանից, այսինքն տիրոջ մեջ ամեն բանը, եւ այդ հոգեվոր երկերը իմ սրտի շատ սանք փակեց, եւ որ այնտեղից դուրս եկա ես Աստծուն չճանաչելով դեռ, այսինքն այդ մտերմությունը դեռ չունեցած, բայց պայման դրեցի մինչև տուն հասնելս, ասի Աստված իմ ասի քեզ չեմ ճանաչում, բայց այս մարդիկ ամենը քո մասին են խոսում։ Եթե դու կենթանի Աստծո որդին ես, ես գնամ մամայս պատմեմ իրականությունը, որ ես ուր եղած եմ, եւ մայրս համաձայնվի, որ տղայից շաբաթը անգամ կրնա ուշադրություն դարձնել 2 ժամով նայել, ես քո հետևից պիտի քայլեմ։ Եվ ասանքով եկա տուն, մայրս հարցնում արավ ուր ես, ասի որ ասանք տեղում եմ, եւ ասի եթե կրնաս Դավիթին շաբաթ անգամ նայել 2 ժամ, ես պետք է գնամ այդտեղ աղոր մարդիկ են հոն, լավ են, աղոր սանք ուրախություն կա, բան այդ մեկ անգամով ես այդ ամենը զգացի։ Մայրս ասավ այո։ Երբ որ մայրս ասավ այո, մինչև հիմա սկսեցի քայլել տիրոջ հետևը։ Ֆակտերոջ, գիտես քիչ առաջ է որ գսեիր Աստված ինձ, երբ որ բարեկամուհիդ քեզ իսավ Աստված զրակիր ունի քու կյանքիդ մեջ եւ ուզեցիր աչք դրամի, կորձե, whatever։ Գիտես երբ որ մենք դլման չենք հասկացած այդ հարաբերությունը Աստծո հետ, ամիջապես մեր մտքերուն գերտանք։ Ամիջապես դիտականին գերտանք, կորձին Գիտա, գերտանք, հարաբերություն գուզենք, ամուսին գուզենք, ին գուզենք եւ այլն։ ոչ Բայց կուզեի ամեն բան։ Mem voor ad hoc berustin zanile gala կամ դեր կուցայլդ լսել գուզեմ դեր տվիրինցի սուր փոքիմ նոր փորձանություն գուզեմ բոլորովի դարբեր է Yeah. փակ աստծո ադորամար Դա սկզբունքներ եւ սկսեցի քայլել, սովորել, քանի որ իսկապես չգիտեի ոչինչ Աստծո խոսքի մասին, ասած բաներով։ Բայց մեկ բան կուզեմ վկայել, կարելի այո է ապաշխարության։ Երբ որ ինձ նոր կտակարան նվիրեցին եւ հոն սաղմոսները կար եւ առակած գիրքը։ Երբ որ ես սկսեցի սաղմոսները կարդալ, ասենք կկարդայի ուրախանայի, ինձ ասեցին սաղմոսները շատ թյուրին կլնա քեզի համար սկիզբը կարդալու բան։ Երբ որ հասա 27 սաղմոսը, 27 սաղմոսի 10-րդ համարը այսպես կասի. թեև հայրս ու մայրս թողնեն ինձ, բայց Տերը ընդունում է ինձ։ Այս համարը երբ որ առաջին անգամ կարդացի, կուլայ գորես, կուլայ, կսեի Տեր, կսեի թունին պատմությունը գիտես, ասան բան կլայ, որ Աստվածին պատմությունը գիտի եւ հոս գրված է այդ մասին։ Եվ 113 սաղմոցը նույնպես այնտեղ կսե բառացի կարող եմ ասել, բայց կուզեմ որ համարը կարդամ։ 7-րդ համար կսի, որ աղքատին փոշուց վեր կարծրեց եւ խեղճին բարձրացնում է աղբից եւ նրան նստեցնում է իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։ Այս երկու համարը իմ ապաշխարության առաջին, այսպես ասած, սկսնակ բանի մեջ շատ մեծ դեր է խաղացել, որտեղ չեմ ուզում սրա վրա այսպես շատ կենտրոնալ, բայց ինքս որոշակի անձնական դժվարություններ ունենալով, որթե գրված անձ եմ եղել, բայց սկիզբը չէի իմանում, բայց այս համարները ինձ համար եղան մխիթարություն, ուրախություն, որ անգամ եթե հայրը, մայրը թողնեն, ամեն բան քեզ ընկերները թողնեն, Աստված քեզ չի թողնում։ ամեն ամեն Սա իմ մինչև հիմա իմ կյանքի, այսպես ասած, ինչ ասեմ,
հաստատուն կասեն սրտի վրա դաջված խոսքերից մեկերն են որոշ այդ որ կքրվի սրտի տախտակների վրա ասիկա ինձ համար այդ մեկն է մեկերն առաջին բաներն են եղել որ ինձ սենց ուժ է տվել եւ հասկացել եմ որտեղ մինչև այս մասը կարդալի գտնալը միշտ բան եմ եղել այսինքն խղճահարված ինքս շատ կցածնեի կսե ինչու իմ կյանքս ասանկեր ինչու անանկեր ինչու այսպես եղավ բայց այս համարները ինձ իսկապես ուժ զորություն են տվել եւ փառք Աստծո ամեն բանի համար եւ Տերը բժշկել է ամեն ինչի մեջ ամեն իր խոսքերը բժշկություն է եւ ճիշտ ադենին ճիշտ բարակային համարը գուտա վերջին կույր անոնք որոնք գճանշնան մեծարում եմ քեզ երկը օրհնության անձրևն է ուրախություն է քեզ քալել սերը մեզ գանչում է Հիսուս սիրո Աստված աս բոլոր երկերը նախքան անցնելը վկայություններու շարքին լսեցիր Աստծո ցայնը երկերդ ինչպես կլսես ինչպես կստանաս ինչպես կներշնչես ուրեմն սկիզբեն ասեմ որ ինքս ունեմ երաժշտական կրթություն ունեմ այնպես չէ ավարտել եմ 10-ամյա երաժշտական թեկումով դպրոց 10 տարի երաժշտական հետ որը այն ժամանակ հավասար էր քոլեջին ավարտվելու ասենք ավարտ ունենայր այդ հնարավորությունը բայց որ ասեք որ ես ստեղծագործող եի ոչ մինչև ապաշխարությունս ոչ մի տեսակի ոչ երգ ոչ բանաստեղծական բանը չեմ գրած չունեի ցեկն կարելի է կար բայց Տերը կսպասեր որ երբ պետք է ատիկա կործածեր այսինքն երբ որ ես արդեն ապաշխարել էի եկեղեցին մեջն էի երբ չախմբին մեջը կերքեի եկեղեցու եւ առիթը եղավ որ մարդիկ հասկացան որ նաեւ նվագել գիտեմ եւ սկսեցի նաեւ առաջին մեկ տարի վերջը 95 թվականից սկսած երգչախմբին կնվագակցեն նաեւ մեկ առաջին երգը ինչպես է որ միշտ մարդիկ ինձ կհացնեն եւ հետո կզարմանան ես ինքս կզարմանամ որտեվ ես նմանատիպ փորձառություններ չեմ ունեցած որ ասեմ օ ասփանը եղավ կհիշեմ որ 95 թվականին Արարատ քաղաքին Երևան կթռնեի ավտոբուսով եւ նստածս տեղը ես կսկամ որ բան մը կգլա հետս սանք ներսս բան մը կկատարվի բայց չի հասկանա ինչ է ադիկա եւ նստածս տեղը սկսեցի երգել մեկ անգամեն առաջին երգը հենց այդպես է ծնվել այսինքն ավտոբուսի մեջ ճանապարհին մասնավոր բաների մեջ չէ որ ասեմ օ գիտեք աղոտ կնեի ասկնեա նո ճանապարհի պես սուրբ հոգին այդ ժամանակ երևի հարմար կտավ ասել որ սկսե ու առաջին երգս եղել է կարելի շատերը դեռ չգիտեն որն է եղել բայց ասեմ որ երգը կոչվում էր Տերը հաղթել է աշխարհի իշխանի երգի բառերն բանը այսպես է որ ու միասին քայլենք հոգով փառաբանենք եւ դիմավորենք Հիսուսին այս բաններ ու միասին քայլենք հոգով փառաբանենք Օսանա հալելույա ու միասին քայլենք հոգով փառաբանենք Օսանա հալելույա հետո տունը ստեղծում այսինքն ծնվեց այդ երգը այդպես ու ես կսեի որ օ չմոռանամ հասնեմ տուն քրեմ ասիկա ինչ ներեմ ասամ եւ այդ օրը մենք ունենք երգչախումբին փորձ եկեղեցին մեջը քնացի հոն եւ կամ չնայ որ բան ասեի ինչպես մեկ տարվա ապաշխարած անձը կսե որ օրինակ երգ գրած եմ կամ ես չեմ գրած այսինքն եկավ այդ երգը եւ ասի մեկ հատ բան մստեց եղավ ոզեմ ձեզ համար երգել եթե բան կլինի փորձին ժամանակ եւ սկսեցի երգելը իրենց տպավ այս երգը եւ երգչախմբով սկսեցին երգել եկեղեցում այս երգը առաջին երգը բայց մյուս երգերը ամեն մեկը որ թվարկեցիք այդ մեծարում եմ ամեն մեկը տարբեր ցևով ծնված են ավելի շատ երգերից մեծամասնությունը եղել է
իմ ամենադժվարություններից մեջ եղել է գիշերային աղոթքների ժամանակ, եղել է ճանապարհների աղոթքների ժամանակ եւ ավելի շատ հենց լեզուներով աղոթքների ժամանակ։ Ես լեզուներով կաղոթեի, հետո երկը կծնվեր։ Սկսեի երկելը։ Ես այդ տեսակի փորձառություն երկերից մեջ շատ է եղել։ Փունը եթե կուզեք որևէ երկի համար ասեմ, օրինակ դպչիրը, որ ասեցիք, Թամար Ալբարյանը որ երկեց, ինչու դա դարձավ դպչիր, ինքը ես որ գրել եմ, երկը կոչվում է Հպվիր ինձ Տեր, բայց արևելահայերենով։ Եվ այդ երկը գրվել է 2009 թվականին գիշերային աղոթքի ժամանակ։ Միսիոներական թիմեր, որտեղ ես սովորում էի, այդ միսիոներական դպրոցում հավաքվել էին գիշերային աղոթքի եւ կաղոթենք, եւ Տիրոջ ներկայությունը շատ թանձր էր այդտեղ։ Սուրբ Հոգին ինձ եսավ, որ թուղթու քրիչը վերցուր եւ նկարե։ Ես բանան եմ կսեմ, թե ես նկարելուց լավ չեմ, միտքիս մեջ է կխոսեմ Տիրոջ հետ, կսեմ քրիչը վերցուր եւ նկարե։ Քրիչը վերցրեցի եւ կզգամ, որ Սուրբ Հոգին կնկարել կա ծաղկամանը կա, բունը ավելի փլանտներին, այսինքն հողե ամանը։ Այդ ամանը նկարեցի, մեջը կսե 4 ճյուղ, ես կզգամ, որ կսե 4 ճյուղ, 4 ճյուղ արեցի եւ տակը պստիկ ցիլմը, ասենք տերը պստիկ մտակեն։ Ու ես աղոթքի ժամանակ կուզեմ, որ այդ 4 ճյուղը կտրեմ, ուզեմ ինքս այդ 4 ճյուղը կտրել, որ բան չլայ, տերը հստակ ասավ, ցերկ չտաս։ Թող տուր, որ իմ մատները սանեն։ Եվ այդ երկը այդտեղին է ծնվել։ Եվ սկսեցի երկելը այդ երկը, կրկներքի մակասեմ եւ կհուզվեմ։ Այդ երկը եկա, որ կրկներքը, որ հպվիր ինձ Տեր, հպվիր էլ ավելին, արարի իմ մեջ նոր բնություն։ Եվ մեկ եղբայր ունենք, մեր մկրտիչը, մեր մկոն, ինքը գիտարով այդտեղ նստած էր եւ սկսեր ֆայտս նվագել, չգիտեր ինչ կերքեն, բայց երկը այդտեղ ծնվավ, որ կոմատները արարում են ինձ հիմա։ Այս երկը հենց այսպես է ծնվել, այս երկի պատմությունը այսպես էր։ Բայց երբ որ ես Կանադա եկա, Թամարին հետ հանդիպեցինք, այս երկը շատ իրեն սենց հպվել էր իրեն, ասա Վերժնե, արդյոք կարելի է արևմտահայերեն դարձնենք, որ լսողն է արևմտահայ ժողովրդին էլ հասանելի լինի, միասին դասավորելով որոշ բառերի փոփոխություններով, այդ երկը Թամարը ներկայացրեց նաև արևմտահայերենով դպչիր ինձ Տեր։ Այսպես է եղել։ ամեն մեկ երկը, որ ստեղծած ես, օրինած ես, ստացած ես, ամեն մեկը պատմություն ունի կյանքին։ Բերժի արդյոք որքան ժամանակ Աստծո երեսը կփնտրես ժամանակ կանցնես։ Ամեն ինչ հոնգե կսկսի, չէ՞։ Այդ հարաբերության մեջ կսկսի։ Ավելի շատ առաջ, տարիներ առաջ, այսինքն երբ որ դեռ հոս չէի եկած Կանադա չէի, Հայաստանին մեջը ունեի ժամանակ ավելին, որ գիշերը Սուրբ Հոգին ինձ կարդանցներ, արտվա ժամը 3-ի 4-ի կողմերը եւ սկսի աղոթքը գնալ։ Եվ այդ ես աղոթք կանեի եւ աղոթքան չափ չէ որ բառեր ասելը, ավելի շատ լեզուների աղոթքը կբարձրանալի մեջ։ Ես լեզուներով աղոթած ժամանակս, adank աղոթների ժամանակ ծնվել է Սեր գանված խաչի վրա երկս։ Սեր գանված խաչի վրա, սեր, որ երբեք չի վերջանա, քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր։ Այս երկը ծնվել է այդ գիշերային, այդ աղոթքների ժամանակ, այդ հարաբերության ժամանակ։ Ու ես գիտեմ, երբ որ չափ ժամանակ ավելի ես տալիս Տիրոջ հետ այդ մենակ քո ժամանակ, այսինքն քո ներքին սենյակի ժամանակը, Սուրբ Հոգին ավելի գործ կանի քեզ հետ։ Եվ կուզեմ քաջալերել, որ այն մարդիկ, ովքեր ունեն, մտածում են, որ ունեն այս տաղանդը, այսի տաղանդը
շնորհավ որ վերից է տված։ Ես երբեք չեմ ասում որ սա այո իմ միջոցով Տերը գործ է անում, այսինքն այս երգերը ծնելով առաջինը ինձ է բժշկում, հետո մյուսներին, այս երգերը այդպես են եղել, իմ կյանքն է եղել, առաջինը ինձ է բժշկել, Վստահ։ հետո նույն ես կարողացել եմ էսի տալ, որ մարդիկ լսել են եւ օրտնվել են վերջապես եւ երգվում է տարիներ։ Մոտավորապես քանի երգեր հորինած ես Բերժին քույր։ Որ ավելի շատ լսված երգերից, այսինքն որ կերքեն տարբեր տեղերում, ոմանք նորը սկսած են, օրինակ մեծարում եմ քեզը եղել է 2009 թվականին, բայց վերջի 2-3 տարին է որ ուրիշ տեղեր կլսեմ, որ երգը նոր սկսել են, կսեն եւ կսեն, օ այս նոր երգ է, կսեմ նոր երգ չի ասիկ արդեն 2009 թվականին ծնված երգ է եւ երգվել է, անակ չի որ չի երգվել, բայց կարելի է YouTube-ը, այս սոցիալական բանը տեխնոլոգին ավելի բան եղավ, որ մարդիկ սկսեցին հիմա լսել ավելի կամ որոշների վերջապես, բայց երգվող ավելի շատ երգվող երգեր մոտ 30-ը կան, դրանից ավելին կա, որ ձայնագրված չեն, այսինքն ես խոսեմ փուն ցայնագրված երգեր, որ կտարածվի եւ կան 30-ը, քիչ ավել եւ նաեւ մանկականներ կան։ Այո, պիտի կամ անոր, բայց հարցումս անի որ երգը հորինեցիր, երաժշտությունը գրեցիր, այս անգամ օքեյ, որում պիտի դաս, բոլոր երաժիշտ երկողներն ալ երգիչներն ալ գսիրես քո հոգևոր եղբայրները դեն։ Ինչպես կուդաս երգերը, ինչպես կբաժնես։ Ուրեմն ասեմ, որ մեծամ 99% երգերը գրել եմ բառերը եւ երաժշտությունը միասին։ Իմ մոտ մեկ անգամ են կուք, այսինքն շատ քիչ կա որ բառեր լինեն, հետո նոր երաժշտությունը ծնվի։ Այսինքն մեկ կտոր կուքա բառը միասին երաժշտությունը այդպես։ Եվ այդ առաջին սկզբնական շրջանում երգել ենք եկեղեցու երգչախմբով, բունը ավելի այդ ժամանակ ավելի ծևով, բայց ամենաառաջին իմ այսպես ասած իմ այս հոգևոր երգերը, որ ես զգացել եմ, որ ով պիտի երգի, այդ սկսել է 1999-ի 2000-ի ընթացքի մեջ, երբ որ ես հոգուս մեջ հստակ զգում էի ով պիտի երգի երգը։ Այսինքն մի բան կար որ կսեի նո, այս մարդը չէ, այս մեկը չէ, եւ բունը սկսել է Արսեն Ավանեսյանի միջոցով, որը հիմա Բելգիայում թե հովիվ է եւ թե ինքը տիրոջը փառաբանության, ինչա երկրպագող մարդ է եւ կարելի է դրանից էլ բանը որ այն երգերը որ ինքը այն գրած երգերը որ ինքը երգում էր քեզ գումի որ իմս չի ինձ էր կպնում, այսինքն իր երգերից ես էի ազդում նորից, այսինքն իմ վրա նորից կրկնակի պահալ գալիս է որ այն ապրումներս ինչ որ սկիզբը ծնվել էր եւ ես միշտ ասում եմ որ գրելը մեկ բան է, բայց երգը մարդկանց սրտերին հասցնելը այլ բան է եւ երգողը պետք է հենց այսինքն լինի ճիշտ ընտրված մեկը, որոնցից հենց Արսեն Ավանեսյանն է եղել է Արտակ Մկրտչյանը, ես զգացել եմ որ երգը ինքը կարող է երգել եւ փառք տիրոջը որ այդ երգերը նաեւ մինչեւ հիմա իրենց կատարումներն էլ ինձ համար յուրօրինակ են եղել է Մերի Հովանեսյանն էլ է երգել համերգի ժամանակ նաեւ եւ բացի համերգից դուրս էլ կարծեմ ինքը նորից օգտվում եմ երգերից, Աբրահամ Տաշյանն է երգել երգերից, Բեգլար Սահակյանը, Վերնատան եկեղեցում ծառայողներ կային այն ժամանակ, Հերիկնաց Հակոբյանը, հիմա Նամ հիշեցնել ես ալքեզի Ֆրունզը Ֆրունզ եղբայրը, այո, Ֆրունզ Արսենյանը, Աշոտ Մարտիրոսյանը, որ Տևակ Բարձեղյանն է օգտվել Պարքերոջ, ամենուն համար, եթե կմնդիկ կնեն հիմա կպարևենք իրեն։ Որովհետև հիմա ոչ մեկ չներանա, բայց իսկապես Գեղամ Կարապետյան կա,
կան մարդիկ Շատեր, շատեր։ Օժենի Սարգսյան, վերջապես ամեն մեկին չեմ ուզել էսենց, եւ եթե մեկին մոռացել եմ, ներող կլինեք, ուղղակի հնարավոր է։ Հասկանալի է, հասկանալի է։ Լավ, կալով մանուկներուն։ Մանուկները գիշեմ 2000 թվականին, երբ որ ես Մոնտրեալ եկա, ցայներիզի վրա գլսեի մանուկներ ենք մենք, դեր շատ փոքրիկ։ Ես ագերքեմ, կրել գարտալ, Չգիտեմ։ գիտենք։ Ինչպես մանուկներուն ինչպես սկսա։ Ուրեմն երբեք չեմ մտածել, որ մանկական էլից մոտ ինչ որ բան կլինի, բայց այս երգը, մինչև այս երգը ես քանի օր կուզեի հիշել, որ ինչպես եղավ, որ ես մանկական երգերն էլ դարձավ մանկականի համար, 1995 եւ 96 թվականներին կար այսպեսի Կիրակնորյա մանկական քոլեջ, որը մեր Ռաֆի Շահվերդյանն էր այդ թվականներին կազմակերպել էր, ավելի դրսի երեխաներին էին հրավիրում քոլեջ, որպեսզի նկարչություն բան եւ Աստծո խոսքը տալու։ Եվ Ռաֆի եղբայրը մեկ օր ինձ ասաց, Վերժինե, գիտես, կարող ես աստվածաշնչյան համարների վրա երաժշտություն դնել, ասում, ոչ, չէ, Ռաֆի եղբայր, ես այդ շնորհքը չունեմ, ես այդ բանը չունեմ, դեր որտեվ նոր էի 94-ին ապաշխարել, դա 96 թիվն էր եւ ընդամեն ունեի մեկ երգ կամ երկու երգ գրված դեռևս այդ ժամանակ մեծերի։ Ռաֆի եղբայրը ասաց, նստի դաշնամուրի մոտ, երբեք չեմ մոռանա դա, եւ պետք է անցնեին ծննդոցի մասին պատմությունը եւ պետք է սովորեն ծննդոց 1-1 համարը։ Ասեց հիմա օրինակ ծննդոց 1-1 համարը։ Ինչ կարող ես անել։ Երբեք չեմ մոռանա, նստել եմ դաշտամուրի առջև եւ ուղղակի նվագել եմ սկզբում Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Փառք, 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 այս ձևով սկսվեց այդ համարը։ Ասում են գիրք ծննդոց 1-1, այսպես երեխաները ավելի շուտ էին սովորում Աստծո խոսքից այդ համարները, իրենց մոտ տպավորվում էր, բան։ Եվ այդ քոլեջի ժամանակում սկսավ այս աստվածաշնչյան համարների վրա երաժշտություն դնելս, այսպես փոքրիկ, բայց մանուկներ երգեք այդ երգը նվիրել եմ տղայիս Ահա։ Դավիթին։ Դավիթը առաջի դասարան էր գնում եւ դպրոցը այդ ժամանակ հեռու էր, ես պետք է այն ժամանակ տրամվայներ կային Հայաստանում, հիմա դե չկա, 96-7-ին։ Տրամվայով գնացել եմ եւ հետ կուքամ տուն, տրամվայի մեջ ես զգացի, որ երգը եկավ։ Մանուկներ ենք մենք, դեռ շատ փոքրիկ, գրել կարդալ չգիտենք, բայց հիմա գիտենք այն մեկին, որ սիրում է ամենքին։ Եվ այս երգը հասել եմ տուն, ուղղակի նվագել եմ, այն ժամանակ ցայնակրման ոչ մի բաներ չունենք այսօրվա նման, որ միացնենք, ցայնագրենք, բան, ամեն ցայնակրությունը այս կսեն գլխիս մեջ կլներ ամեն բաները, կպահվեր հենց այդտեղ։ Եվ այս երգը մինչև հիմա շատ եմ լսում վկայությունները, շատ եմ լսում, որ մինչև հիմա օրհնության պատճառ է շատերի համար։ Վստահ, երբ որ լսեցի առաջին անգամ, օձյալ փրկիչ եւ դեր դակաբինատ հավատքի բանը չունեի, հասկացողությունը, գիտությունը, գիտես, բարեր կան, որ մենք կլսենք, բայց այդ բարերը խոսք կդառնան, խոսքը մեր մեջ կտնագի։ Եվ Ամեն։ մենք չենք անդրադառնալ, բայց խոսքը կգործե մեր կյանքի մեջ։ Այ, այ, Մարկ Աստծո դերը քեզի ալավելի օրհնե եւ չի բավարարվին 30 երկերը եւ առավել կուզենք ավելին լսել վերջին քույր բիդյանսին վկայություններուն շատ վկայություններ ունիս սկսենք համարում որ գսե Աստծո խոսքը նախ խնդրե Աստծո թակավորությունը եւ անոր արդարությունը հետո ամեն բան պիտի դամ քեզի ինչ ամեն։ փորձառություն ունիս այս համարին վրա կամ փորձառություններ Նախ ասեմ, որ երբ որ հավատքի արդեն կյանքը սկսված է, այդ ապաշխարությանս ընթացքը,
մեր փոքրիկ ընտանիքը, ես էի մայրս այն ժամանակ եւ տղաս էր Դավիթը, դժվարություններով կանցնեինք նյութական, շատ խիստ նեղ վիճակներով, բայց ես Աստված ինձ սովորեցրել էր հենց սկզբից կարծես, որ ես չգանգատեմ, երբեք ոչ մեկի մոտ չպետք է ցույց տամ, որ ես չունեմ։ Ես կարծես այդ բան էր եղած իմ մեջը, որ ինչու պետք է մեկը գտնա, որ ես չունեմ։ Ահա։ Եվ շատ էի լսել եկեղեցիում, որ մարդիկ կվկայեն, կսեն, օ, ասան, Տեր այս բանը հրավ ինձի, այն բանը հրավ, ես կսեմ, ուրեմն օքեյ, ես կնամ աղոթել եւ Տերը կդնի անել այդ բաները։ Ինչի՞ չպետք է անե։ Եթե օրինակի համար կարելի է, համար կարելի է, ինձ համար էլ կարելի է։ Ուրեմն ես պիտի աղոթեմ։ Եվ հետաքրքիր վկայություններիցս մեկը այն էր, որ կհիշեմ վերջացել էր տան ամեն բան, like ուտելիքը, բանը եւ չկար այդ կարողությունը, որ ես նորից պիտի։ Եվ ես մեկ հատ ասպես լիստ մկրեցի։ Ինչի պետք ունեմ, օրինակ, յուղ, մակարոն, ասան, ինչ որ առօրյա ավելորդ չէ։ Այսինքն ինչ որ ամենաանհրաժեշտ բանը։ Եվ ես գիտեի եւ տղաս, ասենք մեկումը չենք խոսել։ Եվ այդ լիստը դրել էի եւ կաղոթեի Տեր, դու կտեսնես այս ամեն պակասությունները, բայց ես պիտի գոհանամ քեզանից ունեցածի եւ չունեցածի համար էլ։ Ես էսի մինչեւ հիմա էլ կասեմ Տիրոջը, որտեւ Աստված գիտի ճիշտ ժամանակին, ճիշտ կերպով տալը կամ չտալը։ Ինքը գիտի դրա մեջ կզորացներ ինձ եւ ես միայն իմ աչքերը կհառեի իրեն եւ կասեր իմ օգնությունը Տիրոջից է։ Այսինքն Աստված ճիշտ է մարդկանց կօգտագործի, որ մեկս մեկի կյանքերում ինչ որ բան անելու, բայց փունը քո սպասողությունը Տիրոջից պիտի լինի։ Եվ այսպես այդ թուղթը թրված էր քրկի մեջ։ Մեկ շաբաթ չէր անցած, մեկ օր եկեղեցին տուն կուքամ եւ մեկ եղբայրներեն մեկը մեկ հատ ասում մեծ տոպրակմա, շատ մեծ տոպրակմա ցերկը եկա մեր տուն, կսեմ, այսինչ է, կսե քեզի համար են ղրկել։ Ինքը չէր փունը, բայց մեկը որ իրեն տված էր։ Կսեմ, բայց ինչու, բանով, ինչու։ Ասա որ չսեմ ով է, ասիկա քեզի համար է։ Կարինե քույր, երբ որ բացեցի այդ տոպրակը, այն որ օրինակ գրել էի մեկ յուղ, երկուսն էր հոն։ Երբ որ գրել էի այսինչ ասչապ, Գրկնաբադիկը։ որ գրված էր թուղթիս մեջ, ադոր կրկնապատիկը թրված էր հոն։ Եվ ես միշտ կսեի Տեր, ես քեզի համար պիտի ծառայեմ, ունենամ, չունենամ, ինչ որ ունեմ, պիտի տնեմ քեզի համար, թուն պիտի հոգաս իմ կարիքները, որտեվ Աստծո խոսքը կսե, որ Եհովա իրեն, այսինքն Աստված օգնական է մեզ, օգնում է ամեն բանի ժամանակ, եւ իմ օգնությունս իրենից է, եթե սպասում եմ։ Եվ Դավիթս ինչ ուրախությունով կսեր, ես որտեղից իմացան, որ մենք էսրա պետք ունենք, բայց հասկացան, որ ոչ ով պիտի իմանար նորեն Աստված։ Եվ Աստված այդ անձը ով որ ըրած էր, վերջի Տերը հայտնեց ով էր։ Ես ասեցի, որ ով է եղել ես, կսեն քեզ միշտ ծածուկ բան չկա, կսեն նո կա, բայց Աստված, բայց ես Տիրոջ առջև այդ անձին բերեցի եւ ասի Տեր, շնորհակալ եմ, որ այդ անձին քո ցայնը լսել է։ Հնազանդած է։ Հասկացաք ինչու համար, այսինքն բաներ կան, որ մենք կլսենք, բայց չենք հնազանդել։ Երբեմն կսե մենք կսենք երևի Տերը չէ, կամ ասեն, այսին մեր կյանքի մեջ։ Մեկ ուրիշ բան, որ 2003 թվականն է։ Դա քրական է, որ նյութը բացիր, որովհետև այս օրերուն մեջ մարդիկ շատ նյութական ճնշումներ ու դագեն եւ անկորձությունը, դժվարությունը, վճարումները, դպրոցականները խորին որ ասիկա դերը կփանակու փերանդ քեզի կհիշեցնե վկայություններ, որ լսողները կաչալերվին։ Կհիշեք, որ Սարեփացի կնոջ պատմությունը չէ, որ կասեր, որ ես բանը չունեմ եղային ասա, որ ես մի կտոր բուր ալյուր ունեմ, մի քիչ յուղ ունեմ,
սա թի եփի տուր պիտի ավելանա, չէ՞, այսինքն Տերը ինքը գործ կնա ասոր մենք երբեմն մեր ունեցած քիչը կվախնանք մարդիկ կվախնանք որ իբր տնելու, բաժնեցելու, բայց Աստված ինձ սովորեցրեց այդ ժամանակներում, որ եթե ես մեկ խնձոր ունեմ տունիս մեջ, ես կքար ովքեր կլայն ես կհիշեմ այդ օրերը, այդ խնձորը հավասար քանի հոգի համար կբաժնեի եւ կտնեի, բայց ես գիտեմ եւ բան չէր, այսինքն ես կնայի հատիկա պահել տղայից կսե օքեյ կն, բայց գիտեք Աստված սովորեցրել էր որ երբ որ ունես տուր Տերը ինքն է հոգացողը, մեկը տալու է, ինչ շերբով ես չեմ իմանում, բայց Աստված ինքն է տվողը, ինքն է հոգացողը, եւ կփաստեր, եւ կսեր ինչպես ագրավը կկերակրեր երային, ես է քեզի պիտի կերակրեմ։ Երբեմն Աստված մեզ կդարձնե ագրավներ ուրիշներու համար, երբեմն ուրիշներին ագրավներ կդարձնե մեզ համար։ Ճիշտ, ճիշտ։ Եվ այդպիսի դեպքերից մեկը եղավ շատ ցուրտ ծմեր էր, շատ 2002-3 թվականների ծմերը շատ խիստ էր, ասած տունին մեջ ճուրերը սառույց կկապեն այդ տեսակով։ Չէ որ մերը տուն չէ, այսինքն ապարտման կասեք, հա, Հարգապաժին։ հարկապաժին, հարկապաժինի մեջ ենք եւ բայց վառարան բանատեսակի բաներ չեն գործածել, բայց Աստված որտեղ են որտեղ այդ ժամանակ Հովվինոդար եղբայրը եւ ուրիշ եղբայրելի ծառայող մեկ որ մեր իմ դուրը կզարնեն որ վերջնե վառարան ենք բերել, փայտե վառարան, ինչպես պիտի վերջապես ասե օ վառարանը կա մնաց փայտը փայտ չունեմ, այսինքն վառարանը կա, բայց փայտը որտեղ է պետք է լինի, սկսի աղոթելը, մեկ որ արտուկ անող ելա եւ սկսեցի ծունկերից սրակ աղոթեմ Տեր կսեմ, ասիկա եղավ, բայց ես փայտ չունեմ, որտեղ են պետք է վառելիքը ինչ պետք է անեմ, մեկ կտոր մեկ հատ անձի հիշեցուց Տերը եւ կսեմ Տեր շնորհակալ եմ այդ անձի համար, որ ինքը քո ձայնը լսեց եւ ինձի դրամը կտա, ես կերտամ փայտը կքնեմ։ Միտքս ադանք եկավ, մարդկային այդ բան դրամը կուտա, ես փայտը կքնեմ։ Բայց շնորհակալություն հայտնեցի ելա։ Եվ նորից եկեղեցի ծառայությունների եւ երեկոյան ու ժամի եկեղեցի տղա զանգեց որ մամ այսինչ անձնավորությունում ում համար որ առավոտյան ես աղոթքից մեջ հիշել եմ սա որ այդ անձը սա որ տունը լինես ինքը պիտի քա օքեյ ասեցի եւ կամա չեմ կսեմ Տեր տունը սպաղ է ասիկա չկա անիկա չկա բայց ինչպես պետք է անեմ բայց ասի Տեր դու գիտես ինչ որ ունեմ մեկ հատ սուրճ ունեմ մեկ սուրճը կտամ շելլանե ինչ պիտենեք երբ որ եկա տուն մեկ ժամ չեր անցել այդ եղբայրը եկավ եւ վեր ելավ ասավ ինչ ունեք տունը ես կսեմ ինչու համար կսե եկեք մեքենայով փայտ էր բերել կոտրված փայտ Վաու եւ կարող եք երվակայել որ այդ օրը ասինքն դու վառարան ունես փայտը չունես բայց Աստված գիտի որտեղից հայթայթ է ամեն ինչը ու ես էս եղբոր երբ որ պատմեցի որ առավոտյան ինչպես աղոթքի ժամանակ իրեն եմ հիշել եւ տիրոջը շնորհակալ բայց ասում եմ ես գիտես կխորեի որ դու ինձ դրամը պիտի տաս բան ասավ գիտես իրապես առավոտյան որոշել էի որ դրամը քեզի պիտի տայի բայց Աստված ինձ ասա որ ոչ կերթաս փայտը կառնես կոտրել կտաս պատրաստի փայտը կտանես մեր Աստված իրեն աչքերից ոչինչ չի ծածկված չի եւ Տերը ամեն չսպասածը տեղից կանի չսպասած ցևով կանի քու մտքից վեր կերպով կաշխատի որտեվ երբ որ թուն ինչպես է համարասինք երբ որ մեր փնտրտուքը վերինների վրա լինի սկիզբը ամեն երբ որ թուն քո անձնական շահերի յետևից շատ չես ես չեմ ասում ենք չպետք է մտածենք մեր ապրելակերպ չհոգանք բայց ես կխոսեմ այդ ժամանակվա դժվարությունների
կարելի է հիմա այդ դժվարությունները որոշ երկրներում չկա, բայց որոշ տեղերում շատ առավել կա, որ ավելի նեղերի կանցնեն, որ մենք լուրջ չունենք։ Կհավատամ, որ այդ մարդկանց էլ Աստված իրեն ձեռքը կերկարացնի, որտեղ կսեմ, որ իմ ձեռքս չի կարճացել։ Իմ Ամեն։ ձեռքս չի կարճացել։ Եվ Աստծո ձեռքը չի կարճացել, եւ այս ամենի մեջ ես տեսել եմ իրեն ձեռքը իմ ընտանիքին մեջ, նյութական շատ հարցերի մեջ։ Մեկ մեկ ուրիշ դեպք, որ դրանք չունեի և ծոմապահության մեջ էի մտել և կսեի տեր, ես չեմ ուզեի իմ կյանքը ամբողջ անդադ չունենալու մեջ լինի, կուզեի, որ ես ինքս ուրիշներին հասնեմ, թեև ինչ որ լինում էր, ես բաժին միշտ պետք է հանեի, այդպես եմ սովորեցրել, եթե երկու հաց քեզ բերեցին, մեկը կուտայի մեկի, որ գիտեի, որ պետքություն ուներ, բայց նորից դու կուզես, որ այդ ինչու բան կլինի, ինչու քեզ անեն անդադ, դու կուզես ինքդ անել։ Եվ մեկ անգամ քույրը, որ հիմա շատ ավելի հեռու երկրում ապրում, այդ ժամանակ Հայաստանում սովորում էր, բժշկականում էր սովորում այդ ժամանակ, եւ մեկ օր ինձ սկսել, որ Վերժինե քույր, կուզեմ քեզի հյուր գալ։ Ու ես կխորեմ, որ օքեյ, թող գա, բայց ես ինչ պետք է անեմ, նորից միտքս ինչ պետք է անեմ, ասի ինչ որ կա, այդիկա պետք է անեմ։ Վերջապես, այս քույրը պայմանները այնպես փոխվեցին, որ այս քույրը եկավ, մինչև այդ, ինքը մինչև այդ կասեր, որ Վերժինե քույր, թուն միս կսիրես, միս։ Ես ասի, միսը ինչից է պետք, like, միտքիս մեջ կսեմ, միս ինչ կնեմ, ասի ինչու թուն միս շատ կսիրես, ասավ, այո, ասեց, կուզեմ քեզի իբր միս քննեմ բերեմ, ես էլ իրենս ինքն աղոթե տեսները քեզ ինչ կսե, անիկա իլարե, այսինքն ոչ թե միսը պետք է մի փեր, տեսները քեզ ինչ կսե նոր արե, այսինքն հաճախ մենք կանենք բաներ, որ մենք կսիրենք, այսինքն մեզ բանով չենք հարց, ասանք բանով, եւ այս քույրը քանի այդ ժամանակ երբ որ եկավ, ինքը ասանք պարապ ցերկով է, եկավ տուն, բան ասանք բստի թուղթը, ասանք ճմրթված, ասավ ասկա վեսուր ես պիտի շտապեմ, պիտի երթամ։ Okay։ Ինքը գնաց, ես կարծեցի ատիկա աղբե պետք է տանի աղբը նետեի, հետո կսկալ որ ասի մեկ հատ փանամ էլի, ինչ է ասի, փանամ մեջը տեսնեմ թրամ է թրված, հայկական թրամ չէ, բանը թուրսի ամերիկյան թրամ էր, և անչափ, որ ես կարող էի իմ ամեն բաները անել, հոգալ։ Եվ երբ որ այդ քրոջի ես հետո տարիներ անց, երբ որ կխոսեինք իրար հետ, կսել Վերժինե գիտես, դու երբ որ ինձ ասեցիր գնա տիրոջը հարցնում, ասում ես գնացի կաղոթե և տեր ասավ միսի պետք չունի, թրամի պետք ունի, թրամը տար։ Այսինքն Աստված ամեն ժամանակ տարբեր ցևով քեզ կօգնե, կառաջ կընթառաջե, ինչ ասեմ, կհոգա եւ երբեք չեմ մտածել եւ միշտ կասեի տեր անանք կյանք տաս վերջապես անանք հնարավորություն տաս, երբ որ հիմա մարդիկ ինձ կնեն, ես կարողանամ ուրիշների համար անեմ։ Ամեն։ Եվ Աստծով էր, որ ես Կանադայում էի, այսինքն որ փոխադրվեցի Կանադա արդեն ամուսնուս հետ միասին։ Քանի տարի է Կանադա գաբրիս։ Արդեն 14 տարի։ Okay։ Եվ տերը սկսեց եւ ես հիշեցի եւ ասի տեր պիտի առիթը տաս, որ ես կարողանամ այն չունեցողներին օգտակար լինեմ։ Ամեն։ Եվ այդ գործը անում եմ հիմա, չեմ ուզում ասեմ ինչ, կներեք էլի, չենց։ Ահա։ Բայց օգտակար եմ շատերին, ովքեր տարբեր կերպերով, ինչով որ կարողանում եմ։ Ամեն։ Եվ ասի իմ աղոթքներից պատասխաններից մեկն է, եւ երբ որ դու կցանես տիրոջ դաշտի մեջ, ես կհամարեմ, որ ես տիրոջ դաշտի մեջ տիրոջ զավակների համար կանեմ, իմ սպասումս այդ մարդկանցից ոչ մի բան չունեմ սպասելի, որոնց կանեմ, որտեվ անանք մարդիկ չեն, առաջվա իմ նման մարդիկ են, ովքեր պետք ունեն։
ինչպես ես եմ կարիք ունեցել։ Բայց այստեղ էլ Աստված հետաքրքիր ձևով իմ հետ կործարավ այս Կանադայի մեջը, քանի որ ես կմտածի, որ կանադական ամեն բան կարելի է այսպես Այո։ ամեն բան վաու պիտի լինի, Հմ, բայց առաջի 1-2 տարին ունեցա դժվարություններ հենց այստեղ։ Ու ամուսնուց միշտ կասի չվախնաս, ես կաղոթեմ, Տերը կպատասխանե։ Ասեի ամուսինը դար քեզ նման հավատք ունի։ ինքը Կամ ունի, ես գիտեմ, որ տիրոջը շատ կսիրե եւ ինքն էլ իրեն կերպով ահա, շատ հետաքրքիր զանազանության հոգի ունի հմ, բաներ ունի, բայց ամեն մեկը տարբեր ցեղով է անշուշտ։ Աստված Okay. բանանում, բայց ասանք աղոթքի բանին մեջը կսկա որ կսե թուն աղոթե Այս կսկա որ նշմարած է մեկ երկու որ հանդիպեցա սեզի միասին որ քեզ միշտ քաչալերող է գրնակ գեցող է շատ partnerոջ ես իրեն համար փառք եմ տալի Աստծուն, որ Աստված մեզ իսկապես միացուց եւ իրեն կամքի համեմատել ես ամեն բաները էլի կսկան, որտեղ հոս եկած ժամանակվանից կտեսնեմ Տերը տարբեր ցևով կգործածի, այսինքն ամեն տարբեր այո բարակաների եւ կհիշեմ, որ մեկ օր ասի Վահան սիրտս ձուկ կուզե, ձուկ կսե օքեյ, ինձ ձուկ, կսեմ ասենք մեծ ձուկ կուզեմ, եւ կսե օքեյ, եւ չկար այդ բանը, որ Կանադայի մեջ մեկսի չկար, կսեն ասի չփան կսեն խոր, օրինակ, գարելի անգարելի բանը։ ահա Այդ պայմանն է կար եւ օքեյ ասեցի, ես կաղոթեմ Տերը կուտա։ Վանացավ, էտերը ինչ դերի որ կուտա եւ ասի օքեյ եւ դրամ էլ պետք է գազ դնենք, որ կարողանանք եկեղեցի երթան կալքոնե, ասանք օտոին, ասանք բանալի մեջով անցել եմ բարագամը։ Մեկ օր քարնան մոտ ամարվան մոտ էր ավելի, թիմացի թրացի կին մկար, որ հետո իմացա, որ ինքն էլ քրիստոնյա է, վերջը իմացա, Վահանի խնդրած էր, որ իրեն խոտերը կտրե, ուղղակի կտրե, օգնե իրեն բանով։ Բան ասեց, բանը հավատացյալ քույրն է գնամ օգնեմ իրեն, անան բանով։ ահա Վանը խոտը կկտրե, ասկինը իրեն բանը եկավ իր թուրը զարնեց, կացին է, սա վերցուր, ասկա քեզի համար է։ Վերցուցի, կսկամ պաղ է, սա բանամ տեսնեմ ձուկ, իրավ հիմա երբ որ կպատմի կփան անենք, չէ՞ կսենք ինչու Հայաստանում կլար ոչերը, այսինքն հալելույա այսինքն Աստված բաներ չի նայ որ ասիկա պետք է որ նաև իմ ամուսինը տեսներ, որ ամեն ջի հետո եկավ կսեմ այդ կնքամ ասի որտեղ են ասած կինը փերավատ քույրը փերավ կսեք ինչպես ասեմ նայե Աստված գիտե որ պետք կուզեմ Like հարցացուկը չէր, բայց Աստված գիտե որ եթե պետք է անել կհասցնե։ սրդիտ փափակն է խնդրեցեք եւ ցեզի պիտի դամ Եվ ինչ եղավ եւ տրամն էլ եղավ որ գազը լինի որ գնանք կանք։ Հիմա ուրիշ մեկ վկայություն է։ Ինչ եմ ես ամեն ինչ խոսում որ մարդիկ ոչ թե ասեն օ այսի կնա մեկերին ավելին մեծ բաներ երած։ Իմ կյանքի համար ասոնք այդ ժամանակվա համար է մեծ էին։ Հիմա կնա մեկում համար մեծ չլար, բայց ինձ համար ճիշտ ժամանակին ճիշտ ցևով անշուշտ իրոք պատասխաներ տարբեր եղել։ Երբ որ նոր ենք հոսեկել, երևի շատ չեմ ասմասի անհատական վկայություն է եղել, բայց կուզեմ, չեմ գիտե ինչու կուզեմ վկայել։ okay Մեկ տարի ավել էր հոսել, բայց կուզեինք Հայաստան երթալ եւ հնարավորությունը չկար, բայց որոշում ունեինք, որ տղասոն է, պետք է երթամ, կարոցած ենք, վերջապես պիտի երթանք, թրամ է պետք, ձերքի թրամ է պետք, ձերքին թրամ ունենալ է պետք, քոնե քիչմը։ Ծմերը եւ որոշած ենք փետրվար ամսին երթալ, անանք այդ ժամանակը։ Ասի քոնե տղայից տարեթարցին հոն կլամ իրարու հետ կանցնենք։ Այն ուրեմն մեր թրիչքեն մեկ օր առաջ հոս բան եղավ
ձնաբուկ եղավ, ծյուն, առատ ծյուն, որ մինչև ծունկները ծյուն է, վահանասավ, օ, կարելի է թրիչքը պանը լա, չլա, կամ չկնա, Չեղյալը նայո։ այո, ասի ոչ, օքեյ, քիշերը ելել էր և ինքը այդ ծյուն մաքրելու կործիկով մեր մասը կմաքրեր տունին արջևը, օթոների այդ մասը, որ մաքրվի կոնե, և կտեսնեն թրացիները, այդ քույրն էլ այդ ժամանակ թեր կար, կսե ինքը կանչեց իրենը մաքրեց, այն մեկը և սկսել են Վահանին վճարելը, կսե ես թրամուր չեմ աներ, նո կսեն, կուզենք տալ, ինչու ինչ տարբերություն, և Կարնե քույր ջան, անչափ դրամ եղավ, որ մենք հանգիստ կրնայինք Հայաստան երթալը, հանգիստ երթայինք։ Հաջորդ օրը արև ելավ, պայծառ արև եւ մենք հաջորդ օրը թրանք։ Ու Տերը խոսեց սրտիս հետ, որ ծյունն էլ եղավ, նայեցն է լավ չէր, բայց Աստված ինձի համար, մեզի համար պետք է որ ծյուն լլար, թրամը լիներ, որ մենք էլ հանգիստ երթայինք։ Քու խորհուրդներդ իմ խորհուրդներս չեն, գսե դերը, ամեն, հալելույա, պարկաստծո, սիրելիս իրավունք ունիմ չէ, երբ որ քեզի սկիզբը սի, որ 10 վայրկյան կարոտ ժամվա մեջ բգայություններ անընդհատ սկսան շատ քեղեցիկ է մեկը միսեն օգտակար է դերը օրտնած է քեզի հետաքրքրական է առաջին անգամ դերը անցամբ քեզի խոսեցավ վերջը վարարան դվավ դախտակ դվավ նո մեները ջաշը դվավ դոբրագով ցուկ դվավ թրամ դվավ մինչև այսօր դակավին գուտա նույն աստվածն է ինչ որ բարի Ամեն։ կսկսի չի չավարի մինչև ադեմ որ դուն եւ ես եւ ամենքս հավադարի մենք իրեն աստված քեզի մեջ սիրտ մտված է վերջին քույր վստահ եմ որ կյանքի մեջ դարբեր մարդոց հետ աշխատած ես դարբեր մարդոց հանդիպած ես արդյոք ասպիսի մեծ սիրտ մը եւ ասպիսի հնազանդ հոգի մը աստծո դժվարություն ունեցած ես մարդոց ներելու Եղել է, եղել է, առաջինը սկիզբը որ չի հասկնա, ճիշտ է կսենք ներել եմ, մենք կասենք չէ որ կներեմ, բան լա կսենք որ օքեյ կաղոթեմ կներեմ վերջ, ադակ չէ, ներել բառը չէ, ես կհիշեմ որ ես առաջին բանը որ ես ներել եմ իմ բիոլոգիական ծնողներին, ովքեր են չեմ գիտեր, ովքեր որ են, որտեղ ինձի համար ժամանակը հատիկա շատ ցավ կփերեր իմ կյանքին մեջը, անդադ ես կզգայի, որ դա զգացումային իմ ցավերս կփան կլար, բայց երբ որ ապաշխարեմ նորեն, թեր հատիկա կար, անանք չէր որ անցել էր, կսեի, երբ որ կխոսեի այդ մասին, կզգայի, որ մեջս բանը կբարձրանա և կհասկնայի, որ պետք է ես բանը կա, որ պետք է կտրվի, այսինքն այո այդ պրոցեսը անցնի և կհիշեմ, որ մեկ օր մեր Ռաֆի եղբոր հետ աղոթում էինք և այդ աղոթքի ժամանակ հստակ հենց այդ ներման պահրական եկավ, որ պետք է ներես ու արձակես այդ մարդկանց քո կյանքում, ովքեր էլ որ լինեն և ես ուրախ եմ և այդ օրվանից հետո ես զգացի, որ իսկապես իմ սիրտը հիմա ես կարող եմ անվերջ պատմել այդ բաների մասին, բայց իմ ներսը ավելի բժշկված ու խաղաղված վիճակով, այսինքն ոչ մի ալեկոծում, ոչ մի հարցում, ոչ մեկ բանը չկար մեջս, հասկացաք այդ մարդը։ այո Եղել է ծառայությունների ժամանակ են դեպքեր եղել, որ ակնհայտ իմ կյանքում, բայց փառք եմ տալի Աստծուն կրկին անգամ, որ Աստված ամեն անգամ ցույց էր տալի, որ եթե ես քեզ ներել եմ, դու ինչպես կրնաս չներել։ Դժվար է եղել, ժամանակ է պահանջել, այսինքն չեմ ասել, որ մեկ անգամից, մեկ օրվա մեջ եղավ, սավ և եղավ, բայց ընթացք եղավ, որ ես սկսեցի ուղղակի աղոթել այդ անձի համար։ Աղոթի Տեր, որ ինչպես այն մարդը, որ չներեց և բանտը դրվավ, ասի, բայց առաջինը կարծես իմ ներսն է բանտի մեջ մնացել։ Ես չեմ ուզում այդ վիճակով շարունակեմ, չեմ ուզել
կյանքի ընթացքին ձիատիկը նեղություն կբերե։ Մгм. Ամեն անգամ հիշելուցս կնեղի։ Եվ մեկ օր ասի տեր ես այդ բանտից արձակեր ինձ։ Իսկապես ես կուզեմ ես արձակված լինեմ առաջինը։ Երբ որ ես զգացի, որ իմ ներսից այդ քանդվեց, ես հասկացա, որ այդ մարդուն ներել եմ։ Այսինքն իմ ներսի հարցը լուծվեց։ Այ, Աղջիկն է։ ակաստծո, պարկասո, որև չներելը փանդարգությունն է, եւ մենք է, որ ադիգա մեզի է որ կաստե, թիմացինը կաղապար անգամ չուեն արտերևս, բայց երբ որ գներես ազատ կարծակվիս, եւ ոյ մեկ արկելչելար ասոցայնը լսելու, ամեն, 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 ամեն։ մեր ժամանակը հասած է կարող եմ քեզի ժամեր լսել, մեկ վերջին վկայությունը կամ խոսք մը գա, որ սրտիդ վրա գուզես բաժնեկցիլ։ Դակավի շատ հարցումներ կան միտքս, բայց Կուզեմ ասել այն մարդկանց, ովքեր լսում են, քաջալերել, հորդորել, որքան հնարավորություն կամ ազատ ժամանակ։ Հիմա շատ մարդկանց կյանքը շատ բան արագության մեջ է։ Մանավանդ ինքներս ապրելով Կանադայում ես ավելի հասկացա, որ մարդկանց կյանքը ինչ ձևով կարող է լինել։ Այստեղ եւ Հայաստան տարբեր էր այն ժամանակ, բայց այս արագության մեջ երբեք բաց չթողենք մեր ներքին սենյակի հանդիպումը Տիրոջ հետ։ Փնտրենք իր երեսը եւ առանձնության մեջ լինելով։ Լավ է միասին հավաքվելը, միասին Տիրոջը պաշտելու երկրպագություն անելը, եւ բայց առանձնության մեջ Տերը կխոսե եւ մենք կփոխվենք։ ամեն, Կքաչալերեմ նաեւ այն տաղանդավոր մարդկանց, քույրերին, եղբայրներին, ովքեր ունեն շնորհք Աստծուց տրված, երբեք չպահեն իրենց համար, երբեք իրենց չվերագրեն այն ինչ որ ունեն, երբեք չսեն որ բացի ինձ մե ուրիշ մեկը լավը չկնանել։ Ասում եմ ամեն բարի турք ու բարի բան վերից մեր երկնային հորից է գալիս եւ ինչ որ Աստվածը մեզ տվել է մենք դա վերադարձնում ենք իրեն թող այն ինչ որ Տերը մեզ տվել է մենք կարողանանք օգտագործենք իրեն արքայությունը կառուցելու ուրիշներին օրհնություն պատճառելու եւ մեկ վկայություն կուզեմ ասել որ իմ երկերի գոնե երկված շատ երկերից կան վկայություններ որ մարդիկ ինչպես են բժշկվել ինչպես է մեկ չծնված երեխայի որ ասել են որ այդ երեխան հիվանդ պետք է ծնվի գլխուղի բանը կա շատ հստակ է հիշեմ Հայաստանից էին քույրը եւ Դավիթից միջոցով է ուղարկել այդ լուրը եւ այս հպվիր ինձ տեր երկի միջոցով ինքը սկսել է աղոթելը դեռ չծնված երեխան կատարյալ առողջ ծնված է եղել հակտերոջ, եւ կսա այդ երեխան կպարկե կեսօրին իրան ցերեկվա քնելու ատենները միշտ ասում այս երկի տակ կպարկե ես ինքս էլ բան եղած է այդ վկայություններից եւ ինչու՞ չէ մարդիկ են վկայում որ իրենք ապաշխարել են դերքերի լսելով ուրախ եմ որ պատճառ եմ հանդիսացել շատերի համար կամ ոմանց համար չգիտեմ բայց ովորեմ տիրոջն եմ ու տիրոջմով ամեն բան Տեր օրհնի բոլորիդ ամեն, շատ շնորհակալ եմ, սերի կուրև եւ եղբայրներ, ես ցեզիսի որ Վեժինը շատ վկայություններ ունի լսեցիք, կուզեմ ավելցնել որ Վեժինը քույրիկը այո երկեր կկրե գնվակե, բայց միևնույն ադեն գարժե իրեն ներկայությունը վայելել փարապանության ժամանակ այս համար երբ որ դիգնած համակումար ունեցանք մի օրյա Բեժին քույրն էր մեր worship leader-ը մեզի ուղագի երկնային բահերու առաջնորդեց վայլեցինք այնպես որ ադոր արիթնալ ունեցած եմ եւ վգայեմ եւ հուսամ մոտա դնեն ասված քեզի ալավելի թուրեր բանա մանավանդ նորեն Մոնտրեալի մեջ շնորհակալ եմ այս հանդիպումին համար ուրեմն նմանապես որոնք կուզեն Վերժին Շիշմանյանին երկերը լսել Վերժինե Շիշմանյանին կքաչալերեմ որ երթակ Դավիթ Գրիգորյանին էջը YouTube-ի վրա եւ լսեք իր երկերը եղեք օրհնված եղեք սիրված դերը ինչ որ հրավ Վերժինեին կյանքին մեջ նույնը քեզի բիդնե ոչ թե վաղը սակայն այսօր շնորհակալ եմ